Աստվածաբան ասվածը երբեմն այն մարդն է, ով Աստծո մասին խոսում է լոկ մտքով, որպես գիտելիք։ Այսպիսի մարդկանց խոսքը տկար է, զուրկ կենդանի ապրումներից։ Եվ չնայած Աստծո խոսքն է ներկայացնում, ձանձրացնում և հոգնեցնում է լսողներին։ Ինչը չես կարող ասել այն մարդու մասին, ով ճանաչում է Աստծուն։ Որովհետև Աստված ճանաչ մարդը Աստծո մասին չի խոսում որպես գիտելիք, այլ որպես կենդանի փորձառություն։ Հետևաբար նրա խոսքը դառնում է զորավոր և ճեղքում մարդկային սրտի կարծրությունը։ Ինչպես կարելի է սա հասկանալ։ Մի շատ պարզ օրինակ բերենք։ Ենթադրենք երկու մարդ միաժամանակ լսում են սիմֆոնիկ երաժշտություն։ Պատկերացնենք, որ այս երկուսից մեկը՝ իմասնավորի աստվածաբանը, լսում է միայն մայր եղանակը, իսկ մյուս Աստված ճանաչ մարդը, բացի մայր եղանակից, լսում է նաև մնացած երաժշտական գործիքների նվագակցությունը։ Աստված ճանաչ և աստվածաբան մարդու տարբերությունը ավելի լավ հասկանալու համար ձեզ եմ ուզում ներկայացնել իրական և գեղեցիկ մի պատմություն։ Մի հոգևորական, որն իր ամբողջ կյանքը նվիրել էր աստվածաբանությանը, մի գեղեցիկ օր այցելում է մի վանք և տեսնելով այդտեղի հոգևոր կյանքը, որոշում է կայացնում դառնալ վանական։ Երբ սեղանի շուրջ են նստում, նա իր խոսքն ուղղելով վանականներին ասում է. «Ես այստեղ գալուց առաջ Աստծուն զգում էի իմ վզից վերև, իսկ այժմ զգում եմ իմ վզից ներքև»։